Մաչանենց բակը կրկին մարդաշատ է, առաջին անգամ մեջ միացնում բացվում է խմիչքների մասնագիտացված խանութ-բար։ Հայկական արտադրության ցանկացած ալկոհոլային խմիչք, որը յուրահատուկ է, եզակի է, այստեղ կարող է ներկայացված լինի եւ խանութ-բար է կոչվում, որովհետեւ այստեղ կարող են մարդիկ գնել շուկայական գնով եւ իրենց հետ տանել եւ կարող են այստեղ նստել եւ վայելել։ Քաղաքում ալկոհոլային խմիչքների խանութ-բար ունենալու նախաձեռնությունը կյանքի կոչել առանց սոցիալական բաղադրիչի հնարավոր էր, եթե այն Մաչանենց տանը չլիներ։ Հայկական արտադրության ալկոհոլային խմիչքներ արտադրող մանր ու սկսնակ գործարանատերերի համար սա բացառիկ հնարավորություն է։ Իհարկե ցանկացած գործողություն բիզնեսում, որ արվում է եկամուտ հետապնդելու համար, բայց երբ որ այդ գործողության մեջ նաև կա ենթատեքստ, որի մեջ կա հասարակական շերտերի միացման, միջավայր ձևավորելու, դրական միջավայր ձևավորելու, այս պղտորված օդը մի քիչ մաքուր օդով ներարկելու միտք գաղափար, ապա դա արդեն զուտ չի համարվում բիզնես, դա համարվում է համակարգված, համապարփակ մի գործողություն։ Գրիգոր Մաչանենցը նկատում է խոշոր արտադրողների համար կանաչ լույս կա գրեթե բոլոր հարթակներում։ Իսկ միջին ու մանր արտադրողները ներկայանալի լինելու լուրջ մարտահրավերներ են հաղթահարում։ Արդյունքում անհավասար մրցակցության պայմաններում վնասվում են արդար քրտինքով վաստակ ստեղծողները։ Նպատակը այն է, այս հարթակը տրամադրվեց, որպեսզի Հայաստանի մյուս արտադրողները նույնպես կարողանան այստեղ առանց որևէ շահախնդրության իրենց արտադրանքը ներկայացնեն, եւ սա հետաքրքիր մի միասնության տարածք կլինի, որտեղ բոլորը կողք կողքի, այսպես ինչպես որ տեսնում եք, կցուցադրվեն, անշուշտ նոր է, կամաց կհամալրվի։ Հայկական ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություններից շատերն արդեն ներկայացված են։ Այսօր այցելուները հնարավորություն ունեն առանձնացված տաղավարներում հանդիպելու արտադրողների հետ, լսելու խմիչքների արտադրության պատմությունն ու իհարկե համտեսելու։ Շատ լավ նախաձեռնություն է Մաչանենց կողմից, որ հնարավորություն տալի ինչպես Գրիգորը արտահայտվեց, արդար գինի արտադրողին ներկայանալի լիներ, այս տարածքում շատ կարևոր է մեր ճանաչելիության տեսանկյունից, որովհետև Մաչանենց տանը տարեկան բավականին շատ մեծ քանակի տուրիստական հոսք կա եւ առհասարակ եւ ներգնա տուրիզմի եւ արտագնա եւ այդ առումով այդ տեսանկյունից մեր գինիները այստեղ ներկայացնում մենք գիտենք, որ մենք բավականին էական կբարձրացնենք մեր ճանաչելիությունը։ Մենք այս ամեն հնարավորությունը մեր գինիները ներկայացնելու, ժողովրդին մեր գինու հետ ծանոթացնելու համար մենք մեծ հնարավորություն տարածելու մեր գինիները ժողովրդի, որ ժողովուրդը ծանոթ լինի։ Օրը նշանավորվեց նաև Մաչանենց գինիներ ընկերության կողմից արտադրվող հեղինակային խմիչքների շնորհանդեսով։ 5 տեսակի ալկոհոլային խմիչք ունենք թունդ, որը նոր է դուրս գալի շուկա, մեկը մեկից հետաքրքիր են, բոլորը մեղրի հիմքով են, ազուրիտը մեղրի եւ վարդի թորվածք է, գույնը ստացել ենք բնական ճանապարհով, կապույտ ծաղիկներով թրմել ենք, ստացել ենք գույնը, երկրորդը մեղր թարխունի խմիչքն է, գույնը պիգմենտ է ավելացրած, բայց էլի բնական պիգմենտ է, երրորդը մեղր դարչինի խմիչքն է, ամետիստ, ոնց նկատեցիք բոլոր խմիչքները քարերի անուններով են, մենակ ազուրիտը եւ մալախիտը պղնձի միներալներ են, իսկ ամետիստը կվարցի բյուրեղներից մեկն է, որ ունի մանուշակագույն գույն։ Անվանումներից մինչև հումք և գույն խմիչքներն ամբողջությամբ հեղինակային են, բնական քարերի անվանումները խմիչքները իրենց գույնի շնորհիվ են ստացել։ 1 լիտր ազուրիտ ստանալու համար օգտագործվում է 2 կիլոգրամ բնական մեղր և 1 կիլոգրամ վարդի թերթիկ։ Հետաքրքիր բառախաղ է մտածված նաև լայմի խմիչքի համար։ Խմիչքը կոչվում է լայմի, որ հարցնում ինչի խմիչք, ասում ենք Սիրիանի լայմի, չէ, բայց նաև այստեղ բառախաղ ունենք լայթումի, անգլերեն նշանակում է ստիրինց, իսկ այն խմիչքը իրանից ներկայացնում է ճշմարտության շիճուկ եւ բրենդինգի մեջ օգտագործված է ճշտի դետեկտոր։
Այսինքն խմիչքը խմելուց հետո դու դադարում ես սուտ խոսել եւ ինչքան շատ ես խմում, այդքան սուտը սկսում է բռնել ստի դետեկտորը եւ այստեղ եթե ռիսկով ես խմիր, այդ գրությունը ունենք։ Երեկոյի հյուրերին հաճելի անակնկալ էր սպասվում յուրահատուկ խմիչքներով կոկտեյլների հյուրասիրություն։ Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ինձ թվում է մի քիչ ավելի մեղմ են կազմակերպել, կարելի էր ավելի հնչեղ դարձնել այս միջոցառումը, որովհետև իր մեջ շատ մեծ իմաստ կա։ Առաջինը հնարավորություն ընձեռնելով ուզում է փոքրիկ, բայց ինչ-որ նոր բան ասել, եւ երկրորդը, ինչու՞ չէ, նաեւ օգտվել այդ հնարավորությունից։ Իսկ ամենահաճելի պահն իհարկե անմահական խմիչքների ուղեկցությամբ Արփինե Բաբախանյանի կենդանի կատարումները լսելն էր։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։